10 տարվա ընթացքում 2 անգամ եկել ենք այստեղ 2007 թվականին, 2012 թվականին ազգային ժողովի ընտրությունների համար ձեզ հետ ընդհանրապես զրուցելու եւ վերջում խնդրելու, որ վստահեք մեզ եւ համագործակցեք ապագա քաղաքական ուժերի հետ համախմբված մեր պետության վաղվա օրը կառուցելու կամ կողմնորոշվելու։ Չգիտեմ ինչի չեք կարողանում լիարժեք ամբողջական տոկոսային մեծ հարաբերություններով որոշել տալ մեզ ձայն։ Արդյունքում խնդրում եմ ընդհանրապես ամփոփելով միտքս ասել հետեւյալը։ Եթե կարելի է այս շատ գեղեցիկ ասույթով ուզում եմ վերջացնել։ Ասում են, եթե մարդ առավոտյան արտանում եւ չգիտի թե ուր է գնում, երբեք տեղ չի հասնում։ Մտածեք, որ ձեր ընտրությունից է կախված, մենք կկորցնենք մեր հայրենիքը, թե չենք կորցնի։ Ձեր ընտրությունից է կախված, այս փոքրիկ երեխաները ապագա կունենան իրենց հայրենիքում, այս գեղատեսիլ սահմանամերձ այս գյուղում, թե չեն ունենա։ Ձեր ընտրությունից է կախված, կունենաք այնպիսի իշխանություն, որը իր թիկունքը պահող, սահմանապահ քաղաքացուն կաջակցի, ոչ թե կկոտրի իր թիկունքը։ Այդ ամենը կախված է ձեր ընտրությունից։ Կրկնում եմ, ապրիլի 2 օր, որ 1 տարի առաջ մեր զինվորները զոհվեցին, բայց իրենց յուրաքանչյուրի հոգում եղել է ազատ, արդար, բարգավաճ հայրենիքի տեսլականը եւ պատահական չէ, որ մեր ծրագրում դուք կտեսնեք նաեւ, որ առաջնագծում պիտի ծառայեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները։ Տեսել եք առաջնագծում որևէ բարձրաստիճան պաշտոնյաների երեխա։ Պարզվում է իրանց բոլորի երեխաները վունդերկինդներ են, Սորբոններում, չգիտեմ որտեղում, տարբեր երկրների դեսպանատներում իբր զինվորական ծառայության են տեղավորել կամ պաշտպանության նախարարությունում հանգիստ տեղավորել են, որ իբր զինվորական ծառայություն են անցնում։ Առաջնագծում կանգնած են ձեր երեխաները, առաջնագծում կանգնած են սոցիալապես անապահով խավի երեխաները եւ զոհվում են հանուն հայրենիքի այդ երեխաները։ Դա արդար չի։ Սիրելի իմ հայրենակիցներ, մենք եկել ենք ասելու, մեր երկրում պիտի վերականգնենք արդարություն։ Ծառուկյան դաշինքի ամենամեծ կարգախոսն է հայրենիքը վերադարձնել ձեզ, ոչ թե մի խումբ մարդկանց, ովքեր մեկ նպատակ ունեն՝ թալան միջև վերջ։ Դրա համար վստահում ենք ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքին եւ Ծառուկյան դաշինքով դեպի բարգավաճ Հայաստան։ Շնորհակալություն։ Քանի դեռ մեր երկրում մեղավորը, իրական մեղավորը չի կրելու պատասխանատվություն, արդարության սկզբունքը չի գործելու։ Մեկը գնում է մարդասպանում, բարձրաստիճան պաշտոնյայի մի հատ լակոտ, տանում են մեկին, ասում են դե դու գնա Խոստովանի, որ դու ես արել, քո ընտանիքին մենք կպահենք։ Այսպես երկիր չեն կառուցում։ Ժողովուրդ ջան, բայց ելի եմ ասում, շատ կարևոր է նաև ձեր մասնակցությունը։ Ես հասկանում եմ, որ աղքատ երկրում դժվար է ասել, դու այդ 10 կամ 20 հազար դրամը մի վերցրա, որտեղ մարդը չի հավատում։ Մարդն ասում է լավ է, վերցնեմ, այսօրվա իմ հարցը կլուծեմ։ Ես չեմ ուզում կոչ անել ձեզ վերցնելու, բայց եթե այդ 10,000 դրամը ձեր օրվա կյանքի հարցն է, դա ձեզանից գողացած փողն է։ Վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ձեր խղճի մտոք, որովհետև ձեր քվեարկությամբ դուք որոշելու եք ձեր երեխաների ապագան, ու եթե ձեր երեխայի ապագան վատ եղավ, մեղավորը նաև դուք եք կրնելու։ Այս էր, որ ես ուզում եի ձեզ ասել։